Նախ անդրադառնամ էլեկտրական ավտոբուսների հարցին, մենք այս տարի Մենք երկու հիմնական ձեռքբերում ունենք անելու, այս տարվա 208.5 մետրանոց ավտոբուսներն են եւ հետագայում եւս մեկ ընդհանուր ձեռքբերում, որը 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսներն են։ Այդ մասով բանակցությունները միջազգային ֆինանսական գործընկերների հետ են գնում եւ նաեւ կառավարության հետ, որովհետեւ Այդտեղ նաև պետք է կառավարության աջակցությունը, այս փուլում այս տարի մենք իրականացնելու ենք 208.5 մետրանոց ավտոբուսների գնումը եւ ունենալու ենք նոր ավտոբուսային գծեր եւ դրանից հետո միայն մենք արդեն անցնելու ենք 250 18 մետրանոցների գնման գործընթացին, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ չնայած որ էլեկտրական ավտոբուսները անգամներով իրենց ծախսը պակաս է գազից կամ բենզինից կամ դիզելի այնուամենայնիվ հենց ավտոբուսները էլեկտրական իրենց նախնական գնով էականորեն ավելի թանկ են, քան CNG կամ այլ վառելիքի տեսակով ավտոբուսները եւ հետեւապես այդտեղ արդեն այնուամենայնիվ 10 տարվա ամորտիզացիայի տրամաբանությունը մեզ բերելու է մոտավոր նույն գնին, ինչ որ գազով կլինի, թե էլեկտրական կլինի, եթե գնի տեսանկյունից ենք նայում, բայց դե բնապահպանական տեսանկյունից մեր հիմնական նպատակը լինելու է, որ մեր ամբողջ շարժակազմը 10 տարի հետո ամբողջապես փոխված լինի էլեկտրականի։ Եվ եթե նոր տեխնոլոգիական գյուտեր չլինեն, չգիտեմ, օրինակ ջրածնային, մյուս այս տեսակ շարժիչներ, որոնք միգուցե ավելի էֆեկտիվ լինեն, բայց մեր հիմնական նպատակը լինելու է ամբողջապես կանաչ տրանսպորտ ունենալը 10 տարի հետո։